ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի դեմ պատերազմի 17-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը եւ սպառնացել. ԱՄՆ-ն չի մոռանա, եթե որևէ երկիր հրաժարվի օգնել։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը հիմա 7 երկրի հետ բանակցում է, որպեսզի իրանական ուժերից պաշտպանեն նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Ես պահանջում եմ, որ այս երկրները գան եւ պաշտպանեն իրենց տարածքը, որովհետեւ դա այն վայրն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան, եւ նրանք պետք է գային եւ օգնեին մեզ պաշտպանելու այն։ Թրամփը հատուկ հիշատակել է նեղուցով տեղափոխվող նավթից մեծ կախում ունեցող Չինաստանը, սպառնալով հետաձգել երկրի առաջնորդի հետ հանդիպումը, եթե Պեկինը չաջակցի։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը շփումների մեջ է Թեհրանի հետ։ Իրանի արտգործնախարարը սակայն հերքել է, թե բանակցում են, ասելով, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այլևս չկրկնվի։ Աբբաս Արաղչին նաև շեշտել է. Հորմուզը փակ է միայն մեջբերում եմ թշնամիների համար։ ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի արտգործնախարարը կասկածում է, որ Հորմուզում անվտանգություն ապահովելու գործողությունն արդյունավետ կլինի։ Յոհան Վադեֆուլը նաև ասել է, որ Բեռլինը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերն այս հարցում։ Եթե դա այդպես լիներ, ՆԱՏՕ-ի մարմինները կանրադառնային դրան, ասել է նա։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն էլ հայտարարել է, որ դաշինքը կքննարկի, թե ինչ կարելի անել, քանզի ԵՄ շահերից է բխում նեղուցը բաց պահելը։ Ճապոնիան սակայն պլաններ չունի ռազմանավեր ուղարկել Հորմուզ, հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։ Քանզի մենք դեռ նման խնդրանք չենք ստացել, մեզ համար դժվար է պատասխանել հիպոթետիկ հարցերին, բայց մենք շարունակում ենք քննարկել, թե ինչպես կարող ենք պաշտպանել ճապոնական նավերի եւ դրանց անձնակազմի կյանքը։ Ու մինչ Թրամփը փորձում է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, որտեղով բեռնափոխադրումները խաթարվել են պատերազմից հետո, Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների հարվածել են Թեհրանին, Խոմեյն քաղաքի տղաների դպրոցին, Մարկազի նահանգին, Չաբահար քաղաքի ռազմական օբյեկտներին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի բանակը պնդում է, որ գիշերը ոչնչացրել է ինքնաթիռը, որից օգտվում էին Իրանի սպանված գերագույն առաջնորդը, իրանցի այլ պաշտոնյաներ։ Իսրայելը միաժամանակ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին։ Բանակի խոսնակն ասել է, որ դեռ հազարավոր թիրախներ կան, որոնք պետք է խոցեն։ Գեներալ Էֆի Դեֆրինը նաեւ նշել է, որ բանակը կվերացնի Իսրայելի համար վտանգ ներկայացնող բոլոր սպառնալիքները։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանում եւ Հեզբոլլային, մինչեւ չվերացնենք սպառնալիքները եւ չհասնենք գործողության նպատակներին։ Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքի զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում։ Իրանական զինուժը նաեւ հարվածել է Դուբայի միջազգային օդանավակայանի վառելիքի պահեստին, Ֆուջեյրա արդյունաբերական գոտուն, թիրախների Սաուդյան Արաբիայում եւ Իրաքում։ Աբու Դաբիում խոցված հրթիռի բեկորներն ընկել են մեքենայի վրա, 1 մարդ է տուժել։ Իրանը նաեւ հայտարարել է, որ Կարմիր ծովում գտնվող ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակիրը սպառնալիք է իր համար, հետեւաբար նավը սպասարկող օբյեկտները լեգիտիմ թիրախ են իրանական զինուժի համար։ Պատերազմի ընթացքում ըստ պաշտոնական տվյալների Իրանում սպանվել է 1447 մարդ, վիրավորվել ավելի քան 18550-ը։ Լիբանանում սպանվել է առնվազն 856 մարդ, վիրավորվել ավելի քան 2100-ը, տեղահանվել ավելի քան 800 000 մարդ։ Իսրայելում սպանվել է 15, վիրավորվել առնվազն 3370 մարդ։